Մոտ 8 ամիս թուրքերը այս գյուղում տնօրինել են։ Ուրեմն այդ ազատագրման ժամանակ այս գյուղը մեծ մասնակցություն է ունեցել, 73 զոհ է տվել այս գյուղը, որից 57-ը ռազմի դաշտում, 26-ը եղել են իրենց տներում կամ գյուղի ուրիշ վայրերում։ Գյուղի ազատագրման ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվում ավանդաբար։ Երիտասարդ ու ավագ սերունդը ծաղիկներ է բերում, զինվորականներն էլ մեկ րոպե լռությամբ հարգում մարտական ընկերների հիշատակը։ 1993 թվականի ձմեռը շրջադարձային եղավ Մարտակերտի համար, բանակն էլ արդեն կազմավորման փուլում էր։ Փետրվարի 5-ից կոտրելով թշնամու դիմադրությունը ազատամարտիկներն ազատագրեցին Կիչյանում շլդրանը, վերահսկողություն սահմանելով Մարտակերտ-Խարվաճար-Մայրուղու Դրումբոն հատվածում։ Փետրվարի 15-ից 16 ազատագրվեցին Վերին Հորաթաղը, Հարևան Հարությունագոմերը, Դրմբոնը, Կոճղոտը, իսկ արդեն 19-ին հերթը պատմական հաթերքին հասավ։ Լրիվությամբ քարուքանդարված էր, շատ ահավոր վիճակում, հետո պարզվեց, որ 200-ից ավելի տներ կավառված էլի, հետո որ գյուղը արդեն մեր ձեռն է։ Ազատագրումից 20 տարի անց ռազմագործողության մասնակիցների հիշողությունից չի ջնջվում եւ ոչ մի դրվագ։ Վաղ հասից որ շարժվել ենք, առաջի մեր նպատակը նրանալ որ հասնենք գյուղին։ Ու եւ հասել ենք, ու парքով ենք հասել, ու պատով ենք հասել։ Ու 10 տեխնիկա մենակ վաղ հասենք արգրավել, գետավան ենք արգրավել։ Ազերիները չվատամները զինված, բայց մենք առանց տեխնիկայի, առանց ոչ մի բանի մտել ենք։ Ու նրանց վերցրած տեխնիկայով ենք մտել։ Ռոբերտ Սարգսյանը ազատագրման ժամանակ շրջակա 4 գյուղերի ազատամարտիկներից կազմված վաշտն էր ղեկավարում։ Վաշտում 35-ից 40 ազատամարտիկ կար, սակայն տղաների ոգու ուժը իզորու էր անելու անգամ անհնարինը։ Ազերիները այդ սովորությունն ունեն, հենց խրամատի ցանումս պանիկայի տակ են գնան, բայց բոլոր դեպքում մարտեր եղել են շատ թեժ, որովհետև նրանք ամենայն ուժով պայքարել են որպես չտան այս զորակը, չտան իրենց, որովհետև մենք կտրել ենք նրանց չեղկել ենք, նրանք առանց թարթար Քյալբաջար այդ հոսքը, այդ մայրուղին փակվելա։ Հաթերքցին վերադարձավ գյուղ, որի 70% ավերակ էր։ Համանքի ղեկավարը հիշում է, որքան արագ գյուղը վերագտավ իր բնակիչներին։ Այսօր գյուղում ավելի քան 1600 բնակիչ է ապրում։ 20 տարվա հեռավորությունից համայնքում ոգևորությամբ են խոսում այն հաջողությունների մասին, որոնք արձանագրվել են ինչպես կրկին գյուղ վերադարձած հաթերքցիների, այնպես էլ գործարար համագյուղացիների ջանքերով։ Կամաց մարդիկ վերադարձել են գյուղ, ուրեմն վերաբացվել է գյուղի միջնակարգ դպրոցը, հիվանդանոցը, մանկապարտեզը, այսօր Փառք Աստծո ապրում են կամաց առաջընթաց կա։ Հաթերքցիների համար կրկնակի տոնը հանդիսավորությամբ է նշվում։ Համանքի մշակույթի տանը հավաքվել էին հիշելու անցած օրերի ծանր, բայց արժանապատվությամբ հաղթահարած դժվարությունների մասին։ Արցախի ազատամարտիկների միությունը լորվա կապակցությամբ արգելվել է գյուղի ազատագրմանը մասնակից մի խումբ ազատամարտիկների։ Սամվել Բալայան, Մերուժա Մարտիրոսյան, օր